Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, շնորհակալ եմ, որ կրկին միասին ենք։ Այսօր ես հյուրուն եմ եւ իմ հյուրն է ձեզ քաջածանոթ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, մամուլյան եւ ընկերներ գենետա անդամորեն եւ ավագ խոհարար Գրիշա Անտինյանը։ Ողջույն Գրիշ։ Ողջույն Սեթակ ջան։ Ինչպես ես եղբայր։ Նորմալ։ Պատրաստվում ենք խորովածի փառատոնին։ Պատրաստվում ենք լավ տրամադրությամբ։ Այո, բնականաբար։ Ես չէ, հաղթողը կարևոր չի, ես խորովածի մրցույթին չեմ մասնակցելու, բայց իհարկե փառատոնին մասնակցելու եմ ու երևի վարպետաց դաս ենք անցկացնելու։ Դե որ խոսքը գնաց խորովածի փառատոնի մասին, ուրեմն սեպտեմբերի 12 աղթալա ժամը 13 համեցեք եւ դուք էլ կլինեք ունկնդիրը այդ լավ միջոցառման։ Ինչ ենք պատրաստել։ Այսօր մի հետաքրքիր կերակուր ենք ուզում պատրաստենք, ուզում եմ պատրաստեմ հավիճուտ բազուկի սոուսով, հա, sense բազուկի ճավով պատրաստած սոուսով։ Դրա համար ինչ ամ ես պետք։ Մենք նախ կացան դնենք, որպեսզի սոուսը ստանանք։ Տականակացան։ Ուր եմ գնում։ Ասիր ու գնացիր։ Ուր ենք գնում։ Չգիտեմ, ես ասի հեռանում ես արդեն։ Տաղավարից լքում ես տաղավարը։ Իհարկե ոչ։ Ես սա վերցնեմ, դու խնդրում եմ մի փոքր կանաչի կտրատես, ստրակ սամիտ, համքեղ եւ մաղադանոց։ Ինչ ենք անելու, սոուս ենք ստանալու եւ մի քանի հատիկ ծոթրին հետը։ Միասին կտրատեմ։ Այո։ Գործերը ինչպես են, Գրիշ ջան, ոնց է խոհարարական գործերը, մեր ազգային խոհանոցի վերջը ինչ է լինելու։ Վերջը լավ է լինելու։ Վերջ լինելու է։ Իհարկե, վերջ լինելու է։ Ամեն ինչը սկիզբեր ունի, վերջեր ունի, բայց լավ է լինելու։ Ոյ ինչ լավ համադրություն էր Գրիշ։ Զուտ կտրատելիս արդեն համերը զգացինք ինչ արեցիր կարագի հետ։ Կարագի հետ լցրեցի աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ եւ կանաչին կարագի հետ տրորում եմ ցիտրոն, համքեղ, սամիտ եւ մաղադանոս։ Հիմա մենք կվերցնենք ջեռուցի ամանը, հա։ Ջեռոցի տապակը։ Այո։ Ճուտը կդնենք վրան։ Այս խառնուրդը կսենք ճտի վրա։ Կարագ, ցիտրոն, համեմ, սամիտ եւ մաղադանոս։ Իսկ աղ, որևէ ճուտը համեմված։ Ճուտը համեմված է։ Եվ կխնդրենք, որ մեր գոլեգաները մեզ ճուտը դնեն ջեռոց։ 15-20 րոպե։ Եվ ջերմաստիճանը։ Ջերմաստիճանը 180-ից 190 աստիճան։ Հարգելի գոլեգաներ, 190 աստիճան եւ 10-ից 15 րոպե ջեռոց։ Շարունակությունը Սեթակ ջան, ուրեմն պետքա պատրաստենք սոուսը պատրաստելու համար խնդրում եմ բազուկի ճավը կտրտես։ Մանր։ Շատ մանր չէ։ Մենք հետո իրան կոթերն էլ միասին։ Հա։ Կարևոր է սպիտակ թե կարմիր։ Կարմիրը լավ է։ Բազուկի ճավը կտրտեցիր, շատ լավ է որ կտրտեցիր։ Հիմա երկու ճոխ ծոթրին ենք գցում։ Մի հատիկ սխտոր։ Անցանք կարևոր գործին արդեն։ Եվ սա մի փոքր տապակում ենք։ Ձետ, ծոտրին եւ սխտոր։ Ես դեռ չեմ պատկերացնում, թե սոուսը ինչպես պիտի ստանանք։ Սոուսը, շատ հետաքրքիր ձևով։ Հա։ Իհարկե։ Թողում ենք հիմա մի քիչ տապակում, այդ ընթացքում խոսենք երևի խորովածի փառատոնի մասին, հա։ Քանի որ սկսել ենք մենք խորովածի փառատոնից, մի քիչ խոսենք խորովածի փառատոնի մասին։ Խոսենք բարեկամներ լինելու են գեղարվեստական մաս, բնականաբար լինելու են տաղավարներ եւ մեր
երկրից եւ դրսից կան հյուրեր, Վրաստանից պիտի լինեն հյուրեր, Ուկրաինայից պիտի լինեն հյուրեր, բայց ամենակարևորը, որ այնտեղ ամբողջ ընթացքում տիրելու է լավ տրամադրություն եւ բարի մթնոլորտ։ Արդեն կայացել է փառատոնը, արդեն մարդիկ ուղղակի սպասում են, շատ լավ ներկայացված է լինելու մարզը, տարածաշրջանի մեր հայրենակիցները սպասումով էին այս ամբողջ տարին, այդպես օրերը սպասում էին այս օրվան։ Ծոչինը եւ սխտորը տապակվել են։ Ու մի քիչ, չէ՞, այդպես։ Այո, մի քիչ։ Հիմա ավելացնում ենք բազուկի ճաղը։ Մի փոքր հիմա ինքը երբ որ տապակվում է, ու մի րոպեից, մի րոպեից ավելացնում ենք սպիտակ գինի։ Սպիտակ անապակ գինի։ Այո։ Ինքը արդեն տապակվեց, ավելացնենք սպիտակ գինին, ծածկենք բերանը, ուր դրիր մեր կափարիչը, սեծակ։ Կորցրել էինք կափարիչը։ Թողենք 2-3 րոպե, որից հետո կավելացնենք կաթի սերը։ Շատ լավ։ Եղավ մի 2-3 րոպե հարկավոր է որ շոքեհարվի գինու մեջ բազուկի ճաղը, հետո կավելացնենք կաթնասերը այո։ Եվ կունենանք սոուս։ Սոուսը պետք է հետո քամել։ Այո, այսինքն հատիկները պիտի քամվի։ Այո։ Իսկ կաթնասերի հետ եւս մի 2-3 րոպե պիտի։ Այո, Շատ լավ, բնականաբար։ Գրիշան, ճուտիկը եղավ արդեն։ Ճուտիկը եղավ, այդ լավ որ ճուտիկը եղավ։ Սոուսն էլ հիմա կքամենք։ Մնացել վրան։ Սոուսն էլ հիմա կքամենք, սեցակ ջան։ Այս կանաչիները համ են տվել, հա։ Իհարկե։ Հենց այսպես է պիտի մատուցենք։ Այո։ Օ։ Նորից հիշեցնենք, թե ինչից ստացանք սոուս։ Մի քիչ ձեթի մեջ տապակեցինք սխտորը, պճեղով եւ ցիտրոնը, այնուհետեւ ավելացրինք բազուկի ճաղը։ Բազուկի ճաղին մի քիչ այսպես թեթևակի շոքեարելուց հետո ավելացրինք գինի, սպիտականապակ, 1-2 րոպե շոքեարելուց հետո ավելացրինք կաթնասեր եւ հիմա մի 2 րոպեից այդպես շոքեարելուց հետո արդեն Հիմա արդեն քամեցինք, ստացանք սոուս։ Մի փոքր կարակ ենք գցում այս սոուսին փայլ տալու համար եւ ավելացնում ենք մի փոքր աղ։ Ես սովորաբար ճուտը դու կդնես։ Մատուցման ափսեն։ Մի կերպ կտեղավորվի, չէ՞, ճուտը։ Ճուտիկին տակնել այդպես։ Սոուսը լցնենք տակը։ Ճուտը դնենք վրան։ Իսկ չկիսենք ճուտը։ Չէ, ճուտը տենց դնենք ու տողը կկիսի։ Հա։ Բազկաճաղի սոուսով ճուտիկ։ Սա էլ սենց մեր եղած բիբարից երևի 2 կտոր կտրենք, դնենք կողքը, հա։ Եվ մի հատ սամիթի տերև խնդրում եմ։ Ճուտը բազկաճաղի սոուսով։ Շատ լավ, Գրիշան,
ինչ ցանկություն ունես մեր հեռուստադիտողներին։ Ցանկություն, ասեմ, ես ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին կրկին անգամ հրավիրել սեպտեմբերի 12-ին Ախթալայի Սուրբ Մարիամ եկեղեցու բակ խորովածի փառատոն 7-րդ խորովածի փառատոնին եւ համոզված ասում եմ, որ մեր բոլոր հայրենակիցները գալով այնտեղ այդ օրը անմոռանալի եւ հիշարժան ժամանակ կանցկացնեն եւ լավ օր կունենան։ Լավ, Գրիշա ջան, ես էլ կգամ։ Եղավ բարեկամներ։ Սպասենք։ Հավաքվենք այդ օրը Ախթալայում։ Ես ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն պիտի հայտնեմ Գրիշային մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Ցանկանամ, որ լավ կերակուրներ պատրաստես միշտ եւ քո միտքը միշտ միտված լինի դեպի նորը եւ դեպի կատարյալը։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել այսօրը համար։ Կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ սպիտակ անապակ գինով։ Իսկ մենք հրաժեշտից առաջ ինչպես միշտ մաղթում ենք մեկ-մեկու, որ լինենք առողջ ու երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք եւս մի քիչ եւ ամեն ինչ ճիշտ է լինելու։ Ստեսություն բարեկամներ։ Ջութ բասկաճավի սոուսով։ Ջութ 300 գրամ, կարագ 20 գրամ, սերուցք 50 գրամ, գինի 30 գրամ, կանաչի մի քանի ճուղ, բազուկի ճավ մի քանի ճուղ։ Բարի ախորժակ։